որովհետև Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է այլընտրանքներ ունենալու քաղաքականություն։ Փաշինյանն արդեն բացահայտ հայտարարում է, որ Հայաստանի դեմ Ռուսաստանի տնտեսական սահմանափակումները քաղաքական դրդապատճառ ունեն։ Հայաստանի Եվրամիության ինտեգրման գործընթաց սկսելու հետևանքներն են, ինչից ասում է Պուտինին փոխանցել է, չեն հրաժարվելու։ Ռուսաստանի նախագահին ասի, որ մենք հայտարարել ենք այդ ճանապարհը եւ մենք գնալու ենք այդ ճանապարհով։ Փաշինյանն ասում է, երկար զրույց է ունեցել Պուտինի հետ, ընդհանուր ըմբռնման են եկել մի քանի հարցերի շուրջ, բայց դրանք, ինչպես նրա խոսքից ենք հասկանում, ակնհայտորեն ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի լուծումները չեն։ Փոխարենը կարելի է ենթադրել, որ Հայաստան-Ռուսաստան լարվածությունը Փաշինյանի եւ Պուտինի զրույցից հետո ոչ թե մեղմվել, այլ ավելի է թեժացել։ Ամեն դեպքում Փաշինյանի մեկնաբանություններն այդ մասին են հուշում։ Մենք եկանք ընդհանուր ըմբռնման, որ Հայաստանի Հանրապետությունը ամենակարևոր հարցը ունի լեգիտիմ իրավունք ինքը իր համար այլընտրանքներ ձևավորելու եւ Ռուսաստանի նախագահին ասի, որ մենք հայտարարել ենք այդ ճանապարհը եւ մենք գնալու ենք այդ ճանապարհով, մանավանդ հիմա, երբ որ ժողովուրդն է Հայաստանի Հանրապետության քվեարկել է դրա օգտին։ Թե հայկական, թե ռուսական կողմը հեռախոսազրույցի վերաբերյալ տարածած հայտարարությունում հիշատակել էր ԵԱՏՄ անդամ 4 երկրների ղեկավարների մայիսի 29-ի ընդունած համատեղ հայտարարությունը, որում նշում կար հնարավորինս սեղմ ժամկետներում Եվրամիությանը միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու հանրաքվե Հայաստանում անցկացնելու վերաբերյալ։ Ըստ ռուսական կողմի հեռախոսազրույցի ժամանակ Պուտինը Փաշինյանին կրկին հիշեցրել է այդ մասին։ Ի պատասխան Փաշինյանն ասում է, Պուտինին փոխանցել է, որ հանրաքվե անցկացնելու համար առայժմ չկա դրա առարկան, քանի որ Հայաստանը չի դիմել Եվրամիությանն անդամակցության հարցով։ Մենք պետք է որոշենք, երբ մենք հանրաքվե անենք, երբ չանենք։ Ավելին Փաշինյանի խոսքում հեգնանք է նկատվում, նա ԵԱՏՄ անդամ երկրների հայտարարությունը մեկնաբանում է որպես դրական փաստ։ Ասում է, ընդունել են օրակարգի լեգիտիմությունը։ Պաշտպանել են Եվրամիության անդամագրվելու հարցով Հայաստանում հանրաքվե անցկացնելու իրադրությունը, ինչը վատ չէ։ Այսինքն այդ օրակարգի լեգիտիմությունն ընդունել է։ Ռուսաստանի Դաշնությունն առաջին անգամ չէ, որ հայտարարում է հանրաքվե շուտափույթ անցկացնելու անհրաժեշտության մասին ու առաջին անգամ չէ, որ Փաշինյանը պատասխանում է, թե հանրաքվեի առարկան այս պահին գոյություն չունի։ Իրավիճակը մինչդեռ դրանից չի փոխվում, ընդհակառակը ռուսական կողմը սաստկացնում է Հայաստանի նկատմամբ տնտեսական իր քաղաքականությունը։ Փաշինյանը չնայած ընդունում է, որ դա իր վարած քաղաքականության հետևանքն է, բայց պնդում է, այն հակասում է ԵԱՏՄ կանոնադրությանը։ Մենք հիմա բոլորս արձանագրում ենք, որ այդ խնդրեմը Հայաստանինն է, բայց այդ խնդրեմը Հայաստանինը չի, դա ԵԱՏՄ խնդրեմն է, որովհետև փաստացի ստացվում է, որ Եվրասիական տնտեսական միությունը կաթվածահար է եւ չի աշխատում։ Եվ եթե այս հարցը արագ չլուծվի, թույլ տվեք կանխատեսել, որ դա կլինի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը։ ԵԱՏՄ-ից դուրս գալու պլաններ Փաշինյանն ասում է, սակայն չունեն, ավելին առաջիկայում կարող է հանդիպել Պուտինի հետ, բայց թե երբ պլանավորված չէ։ Իսկ ինչու մինչև հիմա վերընտրվելու կապակցությամբ շնորհավորանք չստացավ Ռուսաստանի նախագահից։ Չի ուզել, չի շնորհավորել։ Ձեզ համար կարևոր է կամ Ինչ? Կարևոր է ձեզ համար շնորհավորանք։ Գիտեք ինչ, եթե այդտեղ հարց կային ում հետ էր խոսում։